Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք Աբու Դաբիում Զայդ մրցանակ ստացաք, տեղեկություններ կան նաև այդ կազմակերպության կայքում, որ մրցանակ ստացողները ընդհանուր նաև 1 միլիոն ամերիկյան դոլարի մրցանակային ֆոնդ ունեն, արդյոք դուք ստացել եք այդ գումարը, թե ոչ, եւ քան որ սա այո ոչի հարց էր, մեկ այլ հարց է, Սամվել Կարապետյանի թիմը արդեն ձևավորեց կուսակցություն, հայտարարեցին, որ Սամվել Կարապետյանն է լինելու վարչապետի թեկնածու, նրանք պատրաստում են սահմանադրական փոփոխություններ անել ընտրություններից հետո, եթե մեծամասնություն ունենան եւ այնպես դարձնել սահմանադրությունը, որ պարոն Կարապետյանը կարողանա լինել վարչապետ, դուք սա ինչպես եք մեկնաբանում, որովհետեւ իրենք կարծում են, որ Հայաստանին կուշտ վարչապետ է պետք։ Զայդ մրցանակը այո ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց քանի որ գիտեք, որ կիսել ենք, այսինքն Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք, ենթադրվում է, որ մենք այսինքն 500,000 դոլարի մասին կլինի խոսքը, ընթացք կա, բայց դեռ գումարը չի փոխանցված, բայց վստահ եմ կփոխանցվի, եւ ես մտածում եմ բնականաբար այդ գումարը ինչ հարային կամ կարիքի եւ ինչ նպատակի է պետք ուղղել, մտածում եմ, երբ որ կլինի կոնկրետ որոշում, երևի առիթ կլինի կհայտնենք։ Ինչ վերաբերում է կուսակցության հիմնադրմանը, իհարկե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, ինչ վերաբերվում է վարչապետի թեկնածուին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում երրորդ նաեւ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ падգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, հետեւաբար ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի եւ հետեւաբար գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։